Հայաստանի տարածքում մարտի 4-ին մի քանի ժամում 17 երկրաշարժ է գրանցվել։ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից Նյուզեյմին հայտնել են, որ ցնցումները թույլ են եղել 1-ից 2 բալ, սակայն մտահոգիչ է այն, որ ցնցումների միջև տևողությունը եղել է կարճ, իսկ էպիկենտրոնները իրար շատ մոտ։ Մասնագետներն այժմ փորձում են կանխատեսել հնարավոր սեյսմիկ զարգացումները։ Գերմանիայում 18-ամյա հայ տղան օդանավակայանում ցատկել է 2.5 մետր բարձրությունից ու կոտրել ոտքը։ Էդգար Դարփինյանն այդ կերպ փորձում էր խուսափել երկրից հարկադիր վտարումից։ Էդգարին Գերմանիայում հիվանդանոց են տարել։ Նրա 20-ամյա քրոջը Էլինային նստեցրել են օդանավ եւ արդեն Երևանում նյարդային նոպայով հոսպիտալացրել։ Էդգարի եւ Էլինայի ծնողներին թույլ են տվել որոշ ժամանակ Գերմանիայում մնալ, քանի որ նորածին երեխա ունեն։ Ընտանիքը Գերմանիայում բնակվել է 3 տարի։ Ողբերգական վթար Տավուշի մարզում Նիվա Մակնիշի ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը։ 44-ամյա տղամարդը տեղում մահացել է։ Նրա եղբայրը, կինը, անչափահաս որդին եւ դուստրը հիվանդանոցում են։ Երեխաների վիճակը ծանր է։ Տուժածները Դեբետ գյուղից են, գնում էին Բերդ, իրենց նորապսակ դստեր ծննդյան տարեդարձին։ Սևանում 2 ձկնորս է կորել։ Նորատուսի բնակիչները գիշերը դուրս են եկել ձկնորսության ու չեն վերադարձել։ Փրկարարները դադարեցրել են այսօրվա որոնողական աշխատանքները։ Հայ փաստաբանները պահանջում են ապահովել Ավետիսյանների սպանության գործով բոլոր վկաների ներկայությունը դատարանում։ Դատավորը պնդում է, որ նրանք փոխել են ծառայության վայրն ու նրանց տեղը հայտնի չէ։ Մինչդեռ փաստաբանները կարծում են, որ շատ հեշտ է նրանց հասցեները ճշտելը, եթե իհարկե ռուսական կողմը նրանց միտումնավոր Հայաստանից չի հեռացրել։ Սեյրան Նոհանյանն անակնկալ այցելել է զորամասերից մեկը, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։ Մարզահագուստով նախարարը նախաճաշել է զինծառայողների հետ, հանձնարարել վերացնել նկատած թերությունները։ Էրդողանի որդին ամենայն հավանականությամբ լքել է Իտալիան։ Իտալական պարբերականների տրամադրության տակ հայտնվել է նրա ուղարկած SMS հաղորդագրությունը, որով Թուրքիայի նախագահի որդին ընկերներին տեղեկացնում է, որ որոշել է վերադառնալ Ստամբուլ, քանի որ խնդիրներ են առաջացել Իտալիայում իր անվտանգության հետ։ Այս տարի Իտալիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել, կապված այն տեղեկության հետ, որ Բիլալը ապօրինի ճանապարհով ստացված խոշոր գումար է մտցրել Իտալիա։ Քլինտոնը ընտրողների համակրանքը նվաճելու համար վճռական քայլի է դիմել։ Նա խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կանխնազերծել չճանաչված թռչող օբյեկտների մասին փաստաթղթերը։ Քլինտոնն առաջին անգամ չէ, որ խոսում է այս մասին։ Օբամայի խորհրդականի պաշտոնը թողնելուց հետո էլ նա ափսոսանք էր հայտնել, որ չի կարողացել հասնել ՉԹՕ-ների մասին տվյալների հրապարակմանը։ 20 տարի անց Հայաստանում այսօրվա համեմատ կրկնակի քիչ երեխա կծնվի։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այս տխուր կանխատեսումը հիմնված է 90-ականներից մինչև հիմա գրանցված դինամիկայի վրա։ Եթե 1990 թվականին Հայաստանում ծնվել էր 80,000 երեխա, ապա այժմ այդ ցուցանիշը 40,000 է։ Երևանում Նյուզեյմի հարցումները ցույց տվեցին, որ երիտասարդ ծնողներն այսօր նախընտրում են ունենալ 1, առավելագույնը 2 երեխա։ Կյանքը ինձ թվում ավելի բարդ է, պայմանները դժվարացել են։ Մինչև առաջինը ունենալու պլանավորում էի 4, բայց հիմա էլ չգիտեմ։ Մեր վաղվա նման չի, որ ինչ առնեին, համաձայնվեինք, իսկ հիմա ուրիշ է։ Գյումրիի անօթևաններին տանիքով ապահովելու նախաձեռնությունը նոր թափ է ստանում։ Երիտասարդ գյումրեցիների նախաձեռնած դրամահավաքին արձագանքել են Շառլ Ազնավուրը, Սերժ Թանկյանը։ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստներն իրենց ստորագրության պարզաշապիկներ աճուրդի կհանեն։ Բարսելոնայի առաջատարներն արդեն այդ նպատակով վաճառում են իրենց ստորագրություններով ակումբի դրոշը։ Երևանում է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն։ Մարտի 5-ին նա մարզահամերգային համալիրում կմասնակցի Սառույցի թագավորները շոուին։ Պլյուշենկոն իր կատարումը նվիրում է հայ կանանց մարտի 8-ի կապակցությամբ եւ պատրաստ է աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում։ У вас талантливые очень люди. Вообще армяне очень талантливые, музыкальные, подвижные, хореографичные, танцевальные. И мне кажется, что если бы были бы площадки в Армении, то у вас появились бы новые спортсмены, новые звезды. Երևանը Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում։ Բրիտանական հեղինակավոր Թելեգրաֆ պարբերականի կազմած ցանկում մեր մայրաքաղաքից բացի ներառվել են վրացական Մցխեթը, Քութայիսը, 8 քաղաք Հունաստանում, մեկական քաղաք Խորվաթիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Պորտուգալիայում, Բուլղարիայում։ Աշխարհի ամենահակասական մոդելներից մեկը Մորուքո Բրիտանուհին բացել է Մարիաննա Հարությունյանի ոսկերչական հավաքածուի ցուցադրությունը Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում։ 25-ամյա Հարնաամ Քաուրը հազվագյուտ հիվանդություն ունի, ինչի հետևանքով առաջացած տղամարդկային մազածածկույթի դեմ ապարդյուն պայքարելուց հետո որոշել է այդ թերությունը դարձնել առավելություն։
Какие слова я знаю на армянском? Ну, я знаю несколько слов. Несколько слов я знаю. Ну, например, такое вот необычное «эшипоч». Если вы хотите услышать «эшипоч», то, пожалуйста, «барабонсис», «апе», «апеджан». Ну, в общем-то, словарь закончился. Մարտի 4-ին դոլարը, եվրոն, ֆունտը, ռուբլին թանկացել են։ Դոլարն այսօր արժեր 490, եվրոն 538, ֆունտը 693, իսկ ռուսական ռուբլին 6.69 դրամ։ Հայաստանի տարածքում մարտի 5-ին սպասվում է անձրև ու ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը սակայն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես անձրևային եղանակ կլինի։ Այս գիշեր Երևանում կլինի մինչև 12, իսկ վաղը ցերեկը մինչև 20 աստիճան տաքություն։